Որ խնդրեմ կներկայանաք։ Փիլոսյան Արդակ Խաչատուրի 1991 թիվ մասնագիտությամբ գեղանկարիչ արվեստաբան վերականգնում։ Որտեղ եք ավարտել կամ չեք ավարտել։ Երևանի Գեղարվեստի Պետական Ակադեմիայի Գյումրի մասնաճյուղ, բակալավր, հետո մագիստրատուրա։ Երբանից եք ծառայում այստեղ։ Արդեն 21 օր։ Գոհ եք ծառայությունից։ Իհարկե։ Իսկ ունեք արդեն ինչ որ աշխատանքներ, արված ցուցահանդեսներ կամ Ու քաղաքացիական կյանքում։ Այո։ Իհարկե ունեմ։ Շատ բազմից եմ ցուցադրվել տարբեր տեղերում։ Խմբակային թե անհատական։ Անհատական էլ, խմբակային էլ։ Ինչ ոճում եք ստեղծագործում։ Նախընտրում եմ դասական արվեստը հետ բերել, այսպես ասած, որովհետև արդեն ժամանակագից արվեստ ասվածը մի քիչ շատ է լայնածավալ տարել ու դրանից դժում է դասականությունը։ Ձեր սիրաթավ կներեք։ Դասական արվեստն օգտագործել ժամանակագից մոտիվներ։ Իսկ ձեր սիրած արվեստագետը։ Շատ են։ Մի քանի հոգու նշեք, խնդրում եմ։ Բարոկո ժանրից շատ եմ սիրում Կարավաջո, Ռեմբրանտ։ Ես էլ եմ սիրում։ Իմպրեսիոնիստներին եմ շատ սիրում։ Ոնց ասեմ։ Ջեքսոն Պոլակի ավելի շատ որպես արվեստագետ, որպես արտիստ լինելը նրա։ Գորկի սիրում եք։ Իհարկե անպայման, ոնց կարելի է Գորկի չսիրել։ Իսկ ուրիշ հայ նկարիչներ։ Հայ նկարիչներից պաշտում եմ ուղղակի Սուրենյանց, Հովնաթանյանների Գերդաստանին, որը հայ մշակույթի մեջ լայնածավալ գործունեություն է ցուցաբերել։ Թադևոսյան Եղիշե, Մեծն Մինաս, նախ որ Շիրակի մարզից էր մեկ տեղ է տալիս։ Երկրորդն էլ ավանգարդ արվեստում մեծ ներդրում ունի, ոչ միայն հայկական արվեստում, այլ ամբողջ համաշխարհային արվեստում։ Իսկ ինչ եք կարծում ժամանակակից հայ կերպարվեստի խնդիրները որոնք են, չէ՞ որ մենք այնուհանդերձ ունենք խնդիրներ, որ շատ հետաքրքիր հարցեր, սոցիալական միայն Սոցիալականը կա, կարծում եմ բոլոր ժամանակներում եղել է, սկսենք նրանից, որ ցուցադրվելու տեղերից սկսենք, որ հնարավորությունները շատ սահմանափակ են, եւ հենց ժամանակից արվեստը որպես այդպեսին Հայաստանում ավելի, այսպես ասած, ընտարձակված է, չգիտեմ, կոպիտ է հնչում թե ոնց, հենց Հայաստանում մտածելակերպ ժամանակակից դրա արդյունքում տուժում է, ասենք, այն արմատները, այն ակունքները, որոնք որ ժամանակին եղել են, որից որ պետք է սերմանվի թեկուզ այդ ժամանակակից։ Ինչ քայլեր ձեռնարկենք, որ այդ իրավիճակը շտկվի։ Դե օրինակ մենք Գյումրիում հենց ունենք արվեստանոց, բաց արվեստանոց, դեռ անուն չի որոշվել, բայց այդ մեր խմբով աշխատում ենք ավելի ակադեմիական, ավելի անատոմիական, ասենք, հենց իրատեսական ժանր առաջ բերել, բայց այնպես որ դրա արդյունքում եւս չտուժի ժամանակակից արվեստը։ Շատ բարի, իսկ դեր ստեղծագործական ունակություններն ինչ որ կերպ դրսևորվում են բանակային կյանքում։ Փորձում եմ դրսևորել, իհարկե։ Փորձում եք։ Հետաքրքրություն եմ փորձում գտնել թե շփման մեջ, թե ոնց ասեմ, ծառայելն էլ եւս ինչ որ ստեղծագործական բան ունի հաստատ։ Որովհետեւ եթե չստեղծագործես, եթե մարտեությամբ ստեղծագործող չլինի, դիրքեր պահելուց, դիրքերում կանգնելուց, հրամանատարներին ենթարկվելուց պիտի մտածես, իսկ մտածելն ինքնին արդեն ստեղծագործություն։ Իսկ ձեր ընտանիքին կամ ձեզ սպասող աղջիկ կա, ինչ կմաղթեք։ Կին ունեմ, ամուսնացել։ Երեխաներ։ Դեռ ոչ։ Ինչ կմաղթեք նրան։ Ինչ խոսքեր կուղեք։ Օգտվելով առիթից ասեմ, որ նրան շատ եմ սիրում, ստեղծագործական կյանքում եւ ընդհանրապես կյանքում շատ է օգնում։ Երջանկությունն ամենամեծ բանն է։ Լինի դա կնոջ հանդեպ, մոր հանդեպ, բնության, հայրենիքի, երջանկություն եւ սեր ամենակարևոր բաներն են։ Շատ շնորհակալություն, բարի ծառայություն։